Փառք Նժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր արժանապատիվ Սասնա ծռերին։ Ազգային ժողովրդական բևեռը մասնակցում է Հայաստանի ազգային ժողովի ընտրություններին եւ մեր հերթական համարը 8-ն է։ Ես առաջարկում եմ ընտրել ազգային ժողովրդական բևեռին, եթե ուզում ես ապրել Հայաստան պետության մեջ, Հայաստան ազգային պետության մեջ, քո սովորույթներով, քո գիր գրականությամբ, քո հավատով, եթե ցանկանում ես այդպես ապրել։ Եթե չես ուզում Հայաստանը դառնա ուղղակի Ամերիկայի պես մի երկիր, որտեղ ով ասես կա, որը ազգային պետություն չի, որը հայտնի չի, թե ում պետությունն է։ Բայց մենք ունենք Արարատ լեռ, ունենք մեր զինանշանը, ունենք մեր հավատը, մեր ազգը բնորոշող, խնդրեմ, նաև Արցախ աշխարհի, մեր Արարատ լեռը, մենք ազգային պետություն ենք եւ դրա համար անտակ շեշտվում է ազգային բառը։ Երբեք չխուսափեք ազգային բառից, որովհետեւ ազգ ասելով մենք նկատի ունենք յուրաքանչյուրիս հայ մարդկանց։ Անդրադառնալու եմ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին եւ Մարկո Ռուբիոյի հանգարցակի այցելություն դեպի Հայաստան։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում ինքը իր թելերը կտրում է։ Ոչ թե հայերն են կտրում կամ անսպասելի է դա։ Սա գլխեն ասել ենք, որ ռուս-թուրքական առևտուր է տեղ ունենում, արդեն երկար ժամանակ է, տարիներ է, process-ը գնում է։ Այսինքն Ռուսաստանից Հայաստանը փոխանցվում է Թուրքիային։ Էլի եմ կրկնում, էլի եմ շեշտում, որ ասենք մարդ կա ասի, բայց Ռուսաստանը ինչ է ուզում Հայաստանը տա, ինչի չի ուզում պահի բան, չի կարողանում։ Չի կարողանում, ուղղակի չի կարողանում։ Եվ քանի որ իր վիճակն այնքան է ծանրացել, որ ինքը անգամ հլա խնդիր ունի իր երկրամասերը պահելու, որովհետև Ռուսաստանն էլ քայքայվելու, քանդվելու, պայթելու շեմին է, առանց չափազանցության։ Հայաստանի մասին ինքը ընդհանրապես մտածելու հնարավորություն չունի։ Եվ ինչ որտեղ Թուրքիան Ռուսաստանին օգտակար է, օգնում է ճանապարհների հարցում, ապրանքաշրջանառության հարցում, մի մասը Երևանով, մի մասը Գաղթագողի արվել է եւ արվում է, որովհետեւ թուրքերը հայտնվեցին Արցախում։ Ակնայի դիտարկման կենտրոնում ծածանվում էր Թուրքիայի եւ Ռուսաստանի դրոշը, Ադրբեջանի դրոշի հետ։ Չմոռանաք, որ թուրքերին ռուսներն էին բերել։ Այսինքն պայմանավորվածությունը այդպես էր, որ Հայաստանը պետք է թուրքացվի։ Եվ դա սկսվեց Արցախով։ Ինչ են անում ըստ պայմանավորվածության։ Հայաստանը, քանի որ ընդհանրապես միայն ՀԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, եւ մեր տնտեսական շրջանառությունը մեծամասամբ կախված է ՀԱՏՄ-ից, իսկ ՀԱՏՄ-ում գիտենք, թշնամի պետություններ են, մեզ դիտմամբ տարել են թշնամական ճամբար, դիտմամբ, թշնամական ճամբար եմ ասում, որովհետեւ նախորդ անգամ էլ ասեցի ու միշտ ասել եմ, որ մեր թշնամի Իլհամին ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները շնորհավորել են։ 44-օրյա պատերազմի հետ կապված շնորհավորել են Ալիևին։ Ոչ մեկ Ալիևին չի ասել, ես ինչ արեցիր։ Դու ռազմական ագրեսիա ցուցա, ընդհանրապես շնորհավորել են։ Նիկոլն էլ է շնորհավորել, ուղղակի դες բացահայտ չի ասում, բայց իր վարքը ցույց է տալիս, որ ինքը շատ երջանիկ է։ Ինքն ասում է, մենք պետություն ենք ստեղծել։ Սպասավորություն է, որ 10 տարի առաջ Նիկոլը, չգիտեմ որտեղ էր ապրում։ Այսինքն Հայաստանը մակում գրանցված չէր, ինչ է, որ ասում ենք պետություն ենք ստեղծել։ Ոնց կարելի է հայրենիքի մի մասը զիջել եւ հրճվել, ուրախանալ։ Նշանակում է, որ Ալիևի համար ինքը շատ ուրախ է։ Ինչ են անում սրանք։ Հայաստանին, տեսնում ենք հիմա արդեն, ասենք այդ խմիչքները ոգելից կլինի, ասենք զովացուցիչ կլինի, արդեն անցել են ծաղիկներին, հեսա կանցնեն ուրիշ գյուղմթերքի եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչ են ուզում անել սրանով։ Ուզում են հասկացնել, որ դու բլոկադայի մեջ ես, քո միակ ելքը Թուրքիան է։ Որ Թուրքիայի սահմանը բացեք, այդ ինչ որ անեք Թուրքիայի հետ անեք։
Եթե չեք մոռացել, այս բաների ժամանակ, այս քարոզարշավի ժամանակ Արաբատ Միրզոյանը արժանի չի, որ իրեն Արարատ ասենք։ Որ մոտեցավ Նիկոլին, ասեց թուրքերը բանը համաձայն են, թե բացում են, թե տալիս են, թե առնում են, որ ասեց ստեղ բան կա դրած մի խոսի։ Այսինքն այս Ռուսաստանից մեզ կդրելու, այսինքն այդ աբրանքներն ռուսներն ասած չեն ընդունում։ Ու մեզ պահել են հապկում, մենք ոչ մեկ էլ ուրիշ պայմանագիր չունենք, ոչ էլ ռազմավարական։ Մեզ այնպեսի վիճակի մեջ են դրել, որ մենք ուզենք թե չուզենք, պետք է Թուրքիայի հետ սահմանը բացենք, որ այդ աբրանքը տանենք Թուրքիա իբր։ Բայց հենց սահմանը բացեցինք, այդ նույն աբրանքը Թուրքիայում ավելի շատ է։ Ստեղ է գալու եւ մեր տնտեսության հերն անիծվելու է։ Մենք լրիվ կախվելու ենք Թուրքիայից։ Ամբողջությամբ եւ ոչնչանալու է պետությունը։ Տնտեսապես հետո արդեն քաղաքական, ռազմաքաղաքական առումով։ Ռուսաստանի կապերը կդրելու այս ռուսահպատակները, որ դրած Նիկոլին քննադատում են, բան էս ինչ արեցիր, հա, ասենք այդ օրը մեկն ասում էր, այդ պանիրի կուտես, հացի կուտես, լավաշ կուտես, բայց ծաղիկ կարող ես ուտել, որ մնացել է իբր չի ծաղվում։ Պարոնայք ռուսահպատակներ, սա պայմանավորված է ձեր տիրոջ հետ։ Դուք էլ լավ գիտեք, շատ լավ գիտեք։ Եթե պայմանավորված չլներ, սենց բան տեղի չէր ունենա։ Թուրքերի վիճակը ավելի հզոր է այս բան, քան ռուսների, եւ թուրքերը պահանջում են Հայաստանը։ Իսկ ձեր սիրելի Պուտինը չի կարող չտալ։ Իսկ տալու տարբերակը սա է. Հայաստանը կտրել Ռուսաստանից, թողնել անպաշտպան, մենակ, որպեսզի թուրքերը հեշտ վերցնեն, որովհետեւ բիզնեսմենը եկուց կասի, Բաքվի բենզինի պես, կասի Այմարտ իմ ծաղիկը վաճառում եմ, Թուրքիայում կծաղվի, թե Ռուսաստանում կարևոր չի։ Մի օր երկու օր կվաճառ, հետո թուրքերն ավելի էժան ծաղիկ այդ նույն ծաղկից կբերեն իր հայատ, իր դուրը կասեն դե դու առ, ավելի էժան, քան որ դու ստանում ես։ Եվ վերջ։ Սա է տեղ ունենում Հայաստանում։ Իսկ հմեկով, երբ որ ասենք բևեռական հանգարց այս քարոզարշավ շրջանակներում այդ տաղավարում հայտնվում է, անմիջապես այդ Պետրոսի նմանակները վրա են բարձնում։ Այդ որ դուք ասում եք Վիլսոնի իրավարար վճռով Հայաստան, այդ որ դուք ասում եք, այդ ինչով եք վերցնել, այդ մարդիկ մեզ ուզում են ցույց տան, որ մենք մենակ ենք աշխարհում։ Այսինքն մեզ պահել են հապկի մեջ, ու հետնել այդ հապկը, քան որ թշնամական է, ավտոմատ մենք մենակ ենք մնացել։ Ու մեզ քննադատում են, ինչով եք այդ կամ Արցախը հետ բերելու։ Ժողովուրդ, ոչ մի պետություն ինքնուրույն մենակ ոչ մեկի դեմը չի կարող առնել։ Հենց սրանց հանցագործությունը նրա մեջ է, որ մեզ մեկուսացրել են աշխարհից, հետո քննադատում են, ասում են, որ դες ուզում ես, ոնց ես ուզելու։ Դրա համար պետք է մենք մտնենք մեր բնական դաշնակիցների հետ ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերության մեջ պետք է մտնենք։ Հասկանում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ Պարսկաստանի վրա հարձակվեց, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին խնդրում էր, ասում էր, օգնեք։ Աշխարհի թիվ 1 պետությունը մենակ չէր ուզում հարձակվի, անգամ ինքը խնդիր ունի մենակ մնալու։ Մենք ոնց չենք ունենա խնդիր։ Անգամ Իսպանիան, որ մերժեց ահագին վեճ բան եղավ, չէ՞, իր ռազմաբազաները թույլ չտվեց օգտվի Ամերիկան Պարսկաստանի վրա հարձակվելու ժամանակ։ Ասելս այն է, որ եթե դուք մեզ մեկուսացնում եք, թրքաբարոներ, պահում եք առանձին, հետո ասում եք ախորժակը մեծ չի, որ մենակ Թուրքիայից բան, ինձ մենակ եք թողել, դրա համար էլ ախորժակս ուզում եք փոքրացնեք։ Բայց միջազգային իրավունքով այն ինչ որ ես ունեմ, ու եթե ես դառնամ միջազգային իրավունքով դատարան հայցվոր, ոչ թե վախեցնեք, որ ես այդ հայցը չմտնեմ, ինձ պաշտպանողներ կլինեն, որովհետև այդ Վիլսոնի իրավարար վճիռը մենք չենք մոգոնել։ Այսինքն ինչ ենք անելու։ Ազգային ժողովրդավարական բևեռը նախ դաշնակցային հարաբերությունները սկսելու հակաթուրքական պետությունների հետ, որ մենակ չմնանք։ Եվ ամենակարևորը Վիլսոնի իրավարար վճռի հայրենիք ստեղծող Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մարկո Ռուբիոյի այս հանգարցակի այցը Հայաստան, այնտեղ երևի ենթադրում եմ, որովհետև դա հետո կերևա, նկատել են, որ Հայաստանին սրանք արագ կտրում են, որ գցեն Թուրքիա։ Արագ կտրում են, ամեն ինչը, հացը կտրում են, որ մարդը սովից էլ չիմանա ինչ անի, ասի դե լավ, Թուրքիայի սահմանը բացեք, այնտեղից թող մի բան կա կամ այստեղից եթե կարողանանք տանենք։ Եվ վերջ։ Եվ շատ հնարավոր է, որ Մարկո Ռուբիոն կամ Ամերիկան նկատել է, ոչ թե Մարկո Ռուբիոն, նկատել են, որ
ռուս-թուրքական պայմանավորվածությունը արագացնում են, ասենք եկավ թռիփ սարքեց ու դա թողեց, անունը դրեց թռիփը պահում է, որ այդ Զանգեզուր չդառնա։ Հիմա տեսնում եմ, որ կարողա ոչ միայն Զանգեզուր, ամբողջ Հայաստանը Թուրքիայից կախվածություն ձեռք բերի եւ այլ ուշքի չգա։ Եվ եկել է ինքը նոր առաջարկներով։ Տեսնենք, թե այդ առաջարկները ինչ կդառնա։ Ինքը չի եկել Թուրքիայի շահերը պաշտպանելու։ Եթե Թուրքիայի շահերը պաշտպանող լիներ, Վիլսոնի իրավարար վճիռ չէին ստեղծի եւ մինչեւ օրս չէին պահի։ Մեր քաղաքական թիմը Հայաստանը տանելու է միջազգային իրավունքի մեր հասանելիք իրավունքից օգտվելու ճանապարհով, ոչ թե վախեցնեն, բա դու կարող ես, բա դու են, բա սրա ժամկետն անցել է, բա սա չի լինի, բա սա հեքիաթ է, սա ոչ։ Եվ սա արվելու է նորմալ Հայաստանի հետ բարդրացիական հարաբերություններ ունեցող ոչ ՀԱՊԿ անդամ, ոչ Ղազախստան, ոչ Ղրղզստան, ոչ Բելարուսիա, ոչ Ռուսաստան, այս Ալիևի աղբերներից պետք է ազատենք, գնանք Ալիևի թշնամիների, Էրդողանի թշնամիների, Պուտինի թշնամիների հետ աղբերություն անենք, որ հետո էլ մեզ չասենք, բա դուք կարաք Արցախի հետ բերեք, բա դուք կարաք Արևմտյան Հայաստանի հետ բերեք, որ դենց ընկերներ ունենանք, կարողանանք։ Իսկ եթե մնանք թշնամական ճամբարում, դու թշնամական ճամբարում մենակ թշնամուց ոչինչ չես կարող ուզել։ Էս են արել մեր գլխին։ Թողել են թշնամու ճիրանների մեջ, հետո էլ ասում են դու թշնամու ճիրաններում թշնամուց բան ես ուզում, չես վախենում։ Բևեռը սա է անելու։ Ընտրեք համառույթին։